Նրան տապանում հյուրընկալել եմ հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին։ Պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, ողջունում եմ ձեր լսարանին։ Շնորհակալ ենք։ Մեր զրույցը սկսենք հայ-ամերիկյան վերջին բանակցություններից, հայտարարությունից թրիփի վերաբերյալ։ Հարցս այսպես ձևակերպեմ. Ի՞նչն է թրիփի լավ, եթե ճանապարհի վերահսկողությունը իրականացնող համատեղ ընկերության Հայաստանի բաժնեմասը 26% է, իսկ ամերիկյանը 74%։ Նախ այս փաստաթուղթը ընդունվեց եւ ստորագրվեց ուղիղ մի տարի անց ռազմավարական գործընկերության մասին հայ-ամերիկյան խարտիայի ստորագրումից հետո, դա նույն հունվարի 14-ն էր 25 թվականի, երբ արդեն գնացող վարչակազմը կամ կարելի ասել անցումային, այդ պահի դրությամբ արդեն անցումային վարչակազմը, այնուամենայնիվ այդ պաշտոնավարման, Բայդենի վարչակազմի պաշտոնավարման տարիներին ձևավորեց այդ խարտիան եւ ստորագրվեց, դա իսկ Թրամփի վարչակազմն էլ ուղիղ մեկ տարի անց այդ խարտիայի կարևորագույն ուղղություններից մեկով հստակեցրեց շրջանակները։ Մենք այդ փաստաթուղթն էր, որ ընդունեցինք եւ հետո ծանոթացանք, թե ինչ էր դա, ինչն էր լավը, եթե այստեղ խոսքն այն մասին է, որ այնտեղ ահռելի մեծ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ եւ ներդրում անողը փողով, հայկական կողմը չէ։ Հայկական կողմը ներդրումն անում է իր սուվերեն իրավունքների մասով, որը ներդրում է ինքնին հողով, գույքով եւ այդ համամասնությունը կարծում եմ այն լավագույնն էր, որին կարելի էր հասնել եւ դա էլ ֆիքսվեց, ընդ որում նաեւ ավելի ուշ, երբ վարչապետն էլ ճեպազրույցով հանդես եկավ, ասաց, որ մենք այլ փայատերեր չենք պատկերացնում այդտեղ։ Բացի դրանից էլ այդպես կաշխատի 49 տարի հետո, 49 տարի, որից հետո կարող է 50 տարով եւս երկարաձգվել եւ այդ ժամանակ արդեն մասնաբաժինները կփոխվեն։ Հայաստանը կունենա արդեն 49% այդ ամենը։ Սա ըստ էության առաջիկա մեկ դարի համար պայմանավորվածություն է, ռազմավարական խորը պայմանավորվածություն է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որը ինքնին շատ ավելի թանկ է, քան այդ տոկոսների համամասնությունը, որը դուք մատնանշեցիք։ Ինչն է լավը թրիփում ամեն ինչն է լավը, որովհետև Հայաստանը դառնում է միջմայրցամաքային, կարելի է ասել, միջտարածաշրջանային, միջմայրցամաքային հաղորդակցության առանցքային մաս, այդ թվում նաև Միացյալ Նահանգների շահերի տեսակետից, որովհետև այդ ամբողջ միջանցքում առավելագույնս ներկայացված է Միացյալ Նահանգները հենց Հայաստանում։ Կարելի է ասել Հայաստանին հենակետային նշանակություն է տրվում Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ այս ողջ միջին միջանցքը ներառող տարածքում։ Եվ դա նշանակում է ինքնին անվտանգություն, պարոն Մեհրաբյան, այսինքն չեզոքանում է ոչ միայն անվտանգություն, այլև երաշխավորված զարգացում եւ ներդրումներ եւ խաղաղություն, այո, հենց դա է նշանակում։ Ռիսկերի չեզոքացմանը զուգահեռ սա կարող է նաև նշանակել, որ գործընթացը սահմանների սահմանազատման ճշգրտման ուղղությամբ կշարունակվի եւ մեր տարածքների օկուպացիայից կազատվենք։ Բնականաբար Ադրբեջանը որևէ արգումենտ չունի, հաշվի առնելով նաև այն արդեն իսկ նախաստորագրված
պայմանագրի տեքստը, Ադրբեջանը որևէ իրավական հիմք չունի այլ մոտեցումներ դրսևորել, բացառվում է ուղղակի։ Ուղղակի մնացածը ժամանակի հարց։ Հիմա այս հայտարարությունը, այս հրապարակված կետերը քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, Թուրքիայի արտգործնախարարն է հանդես եկել հայտարարություններով, որոնք մեր ներքաղաքական վերլուծական դաշտում խնդրահարույց են համարում, մասնավորապես ասում են Ֆիդանը իր միջամտություն է ցուցաբերել մեր ներքին գործերին, երբ սոցհարցումներին հղում է արել, նշել Փաշինյանի վերընտրվելու հավանականության մասին, նրանք ակնհայտորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս ամբողջ ծրագրերը, դու գիտեք, այդ բոլոր թեզերը, որ առումով որ նրանք քննարկում են, հիմա այն տեսքով, ինչ տեսքով որ կա հայտարարությունը եւ որը դուք ասացիք բխում է մեր շահերից, դրա թուրք-ադրբեջանական քննարկումը ավելի շատ մտահոգություններով է պայմանավորված եղել։ Բացարձակապես դա այդպես չէ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնապես ողջունել է։ Թուրքիայի արտգործնախարարը ըստ էության ողջունել է, ավելի դետալիզացնելով, թե ինչ կարճաժամկետ խոչընդոտներ է տեսնում, որոնք հաղթահարելի խոչընդոտներ են։ Ասելով հետևյալը, որ դա Հայաստանում այդ ընտրությունների հարցն է, որը հունիսին պետք է լինի, եւ իր վերաբերմունքն է արտահայտել, որ ինքը դրական է վերաբերվում Փաշինյանի կոնստրուկտիվ դիրքորոշմանը բանակցային գործընթացում, այլ բան չի ասել։ Եվ ի վերջո այո, պետություններն ունեն իրենց նախապատվությունները, իրենց նախասիրությունները եւ կարող են արտահայտել, կարող են չարտահայտել, բայց դա չի ազդում որևէ բանի վրա եւ չի կարող ազդել։ Ի վերջո ընտրությունները մեր ընտրություններն են, Թուրքիան էլ կարող է ունենալ իր վերաբերմունք։ Ես հարցս այսպես ձևակերպեմ, պարոն Մեհրաբյան, արդյոք Ադրբեջանը եւ Թուրքիան այս պահին ստիպված են այսպես ասել, հաշվի նստել այս փաստաթղթի հետ, այս իրողության հետ, որովհետև այլ սցենար իրենք չունեն։ Այս իրողությունը ըստ էության Ադրբեջանի ուժային առավելությունը Հայաստանի նկատմամբ, որը փաստ է, եւ օգտագործվել է թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի կողմից մեր դեմ, որպես ճնշման գործիք եւ քաղաքական գործոն, այդ դա չեզոքացված է այս փաստաթղթում։ Եվ սա փաստ է։ Այո, հաշվի նստելն էլ հենց այդպես է լինում։ Որ այո, նրանք պետք է գան եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածքով անցնելով, պահպանելով բոլոր ընթացակարգերը, նոր անցնեն եւ շարունակեն իրենց ճանապարհը։ Այո, սա է իրողությունը, որի հետ այո, եւ Անկարան եւ Բաքուն հաշվի են նստելու անխուսափելիով։ Նույնը կարող ենք ասել Ռուսաստանի մասին, հաշվի առնելով Սոլովյովի հայտարարությունները, այսինքն այնտեղ տրամադրվածությունն ինչպիսին է հաշվի նստել, առերեսվել ամեն դեպքում այս իրողությունների հետ, թե փորձել հատուկ, այսպես ասած, գործողություններ իրականացնել։ Մեծ հաշվով այո, որովհետեւ ստեղ էլ արդեն հակադարձելով իրենց, ակուդանի ձենուցը։ Իսկ ուրիշ տարբերակ ունեն, եթե ոչ հաշվի նստել։ Այո, հաշվի են նստել։ Իհարկե, դա ավելի ցավոտ է դրա գիտակցումը նրանց կողմից, որովհետև Ռուսաստանը 30 տարի է ինչ տառապում է ֆանտոմային ցավերից, որոնք դեռ փաստորեն չեն անցել եւ այո, մի քիչ էլ է ցավալու, դե ցավային ինչ անում։ Բայց որ կորցրել են Հայաստանը, դա կարելի ասել միանշանակ է։ Հայաստանը շարունակում են համարել որպես ժամանակավոր կորցրած տարածք եւ իրենց հարաբերությունները Հայաստանի հետ կառուցում էին այն տրամաբանության մեջ, որ այդ ժամանակավոր կորուստը ինչ որ X պահի հետ կգա եւ քաղաքականությունն էլ ուղղված էր նրան այդ X պահը մոտեցնել։ Դե հիմա էլ տեսնում են այդ X պահը չի մոտենալու, չի լինելու դա։
Եվ ասենք ինչպես Լերմոնտովն էր կոչում անլվա Ռուսաստանի առավել անլվա ներկայացուցիչները նման անլվա հայտարարություններ են անում եւ իդեպ նրանց արտգործնախարարության ոչ պակաս անլվա ներկայացուցիչն դա ռազմապես չի էլ հերքում դե ուղղակի ասում են նա լրագրող է հա հետո հիմա դուք այդ կոչին ոնց եք վերաբերվում այդ կոչը ընդունում եք ի գիտություն չեք ընդունում ի գիտություն ընդունելի եք համարում մերժելի եք համարում Էլի սլակները ուղեցին մեր ուղությամբ, ասում են Հայաստանում ներկայացվում է իբր թե գործողությունների կոչ, այնինչ նա իր կարծիքն է Հայաստան հասկացանք լավ Հայաստանն ձեզ հասկացել է այնպես ինչպես հասկացել է դե ասեք դուք ինչ եք հասկանում դրա տակ ոնց թե ասացիք կորցրել են եւ հույս ունեին, որ որոշ ժամանակ հետո հետ կվերադարձնեն։ Սա, պարոն Մեհրաբյան, նշանակում է վաղ թե ուշ Հայաստան իսկապես սառեցված հապկից դուրս է գալու, ԵԱՏՄ-ից դուրս է գալու, ԱՊՀ-ի մասին էլ չեմ խոսում, եւ այստեղ գիտեք, որ մինչեւ TRIP-ի մասին այդ գործնական քայլերը անընդհատ ասում էին, որ քանի դեռ մենք փաստաթղթերով Ռուսաստանի հետ ենք, այդպիսի նախագծերի իրականացումը հնարավոր չէ, Փաշինյանը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Ինչ կարող եք ասել այս առումով։ Ընտրությունը կատարված է մեծ հաշվով, այդ կատարված ընտրության ձևակերպումները վերջնականացնելու փուլում են գտնվում, դա ինչն էլ երբ կլինի, չգիտեմ, դա լինելու է պահի որոշում։ Կապրենք տեսնենք, բայց գոնե բացարձակապես ակնհայտ է, որ Հայաստանը ոչ հապկում անելիք ունի, ոչ ԵԱՏՄ-ում անելիք ունի մեծ հաշվով։ Բացի դրանից էլ Ռուսաստանը մի սուբյեկտ է, որը դեգրադացվում է բոլոր պարամետրերով եւ նպատակահարմարությունն էլ թելադրում է, որքան հնարավոր է հեռու մնալ նրանցից։ Հաշվի առնելով նաև այդ միջազգային պատժամիջոցային ռեժիմը, որը կա Ռուսաստանի նկատմամբ եւ տեսանելի ապագայում դա ըստեյության չի վերանալու։ Դեպապես անելիք չի էլ մնում մեծ հաշվով։ Մեր ճանապարհները արդեն դադարում են հատվել ըստեյության։ Հիմա մնում է դա ձևակերպել։ Իհարկե մեր կուսակցությունը կողմ է դա անել օր առաջ, որովհետեւ միայն այդ փաստը մեծ դռներ կբացի մեր առաջ։ Էլ ավելի խորացնելու մեր հարաբերությունները մեր համախոհ գործընկերների հետ, ում հետ մենք արդեն իսկ ֆիքսել ենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։ Եվ ուշադրություն դարձրեք այդ երեքից եւ ոչ մեկը Ռուսաստանի մասին չի։ Ահա եւ ողջ իրողություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Անդրադառնանք Իրանին, պարոն Մեհրաբյան, նախ Իրանում կատարվողի հետ կապված ինչ վերլուծություն դիտարկումներ կանեք, ինչ է կատարվում, իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներ, որոնք պետք է մտահոգեն Հայաստանին, եւ Իրանի դեսպանի հայտարարությունները։ Ասում է պատկերացում կա, որ Հայաստանը վերածվում է Իրանի դեմ կենտրոնի։ Ինչպես բացատրել այդ Կանդրադառնանք դրան, ինչ է տեղի ունենում Իրանում հերթական, բայց աննախադեպ ալիք էր բողոքի, որը դատելով այն կծկտուր տեղեկատվությունից, որը հասանելի է դառնում, տոտալ ուրեմն տեղեկատվական բլոկադայի պայմաններում, այդ թվում նաև ռուսների կողմից տեխնիկական աջակցության միջոցով այդ blackout-ը ապահովված, Ռուսաստանը իր հերթական ստորությունն արեց իրանցի ժողովրդի նկատմամբ եւ կարելի է ասել, որ այս ամենը անցյալ ուրբաթ երեկոյանից սկսած ավարտվել է զանգվածային սպանդով ուղղակի։ Խոսքը վերաբերվում է հազարավոր զոհվածների եւ հազարավոր ձերբակալվածների, որոնց ճակատագիրը խիստ անորոշ է, նրանցից ոմանց դատապարտել են մահապատժի, որ հրապարակային, գիտեք, ավտոկրաններից հրապարակներում կախում են, այնտեղ տենց է վայրենի բարքեր եւ ըստ իշխանությունները Իրանի կարծեք թե այդ հարցում ոնց որ հետքայլ արեցին, այդ մահապատիժները չկիրառելու հարցում, ինչն էլ եւ ֆորմալ առիթ տվեց Թրամփին հետաձգելու հարվածներ հասցնել Իրանին։ Միջդեռ Միացյալ Նահանգներն ունեն այս պահի դերությամբ 100%-անոց պատրաստություն այդ հարվածները հասցնելու եւ ընդհանրապես հրամանի են սպասում։ Բայց այդ հրամանը չտրվեց, մյուս կողմից էլ դե եթե ցույցերը ճնշված են, իսկ ասում էին դուրս եկեք ցույցերի, օգնությունը ճանապարհին է, դուրս եկան ցույցերը ճնշվեցին, հիմա էլ այդ օգնությունը հասցեատեր այս պահի դերությամբ չունի։ Բայց այստեղ կարևորը հետևյալն է։ Կարելի է բողոքը ճնշել, բայց այն տնտեսական իրավիճակը, որը կա Իրանում, այդ ցույցերի ճնշմամբ չի շտկվել, չի կարող շտկվել, այդ փողը որտեղից է լինելու։ Գնդացիրով
փողը չի ավելանում, էլի։ Ու այս տնտեսական իրավիճակը ածանցվում է այն տասնամյակների քաղաքականությունից, որ այդ պետությունը վարել է։ Եվ առանց քաղաքական որոշումների այդ քաղաքականությունը փոխելու վերաբերյալ փող չի գալու։ Իսկ եթե չի գալու, ապա այո, այսօր ճնշեցին, վաղը մյուս օրը ավելի մեծ թափով այդ բողոքները կառաջանան։ Հետո ասեմ ձեզ, սա այնուամենայնիվ տարերային բողոքներ էին, սա այո մեծ ընդդիմադիր շարժում էր, աննախադեպ մեծ, բայց այն ստրուկտուրիզացված չէր, այն ուներ մեկ առաջնորդ չէ, բայց խորհրդանիշ, դա Թագաժառանգ Ռեզա Փեհլևին էր, բայց այդ առաջնորդությունն էլ էլի այս պահի դրությամբ թվում է ավելի շատ վիրտուալ, քանի որ նա բացակայում է Իրանից եւ բացակայել է ըստ էության 79 թվականից հետո նա երբ իշխանությունը փոխվեց եւ իր հայրը դուրս եկավ Իրանից իսլամական հեղափոխությունից հետո նա Թեքսաս նահանգում ռազմական օդաչուների այդ ակադեմիայում էր սովորում եւ տենց էլ մնաց Միացյալ Նահանգներում։ Հիմա զարգացումներ էլի կլինեն։ Պարզապես այնպես չէր, որ սենց մի ալիքով խնդիր պետք է լուծվի։ Բացի դրանից էլ այո, այդ քաղաքական ռեժիմը դեռ տրանսֆորմացիաներով է անցնելու։ Չի կարող սենց կարծրացած մնալ։ Ի վերջո հաշվապահությունը մի քիչ ճշգրիտ բան է, էլի։ Երբ որ դու արդեն ունես 50%-ից ավել ինֆլյացիա, սա պրոբլեմա, որը լուծում չունի, եթե քաղաքական բազիսը չի փոխվում։ Պլյուս դրան այնտեղ լրջագույն խնդիրներ կան կառավարման որակի հետ, շատ վատ որակի կառավարում է, կոռուպցիա կա։ Հայաստանից էլ վատ։ Հա? Հայաստանից էլ։ Չէ, անհամեմատ, վատ, այո։ Անարդյունավետ, վատ, ոչ կոմպետենտ, ուժայիններն են եկել ու ասենք իրենց ոչ բնորոշ ֆունկցիաներով են զբաղվում, բայց իրենց այդ ուժային ռեֆլեքսներով, էլի, հասկանում եք։ Հենց այդ, ասենք, այդ երաշտն էլ, որ նույնիսկ մայրաքաղաքի էվակուացիայի սպառնալիք էր հանգեցնում, չէ, դա ոչ կոմպետենտ կառավարման արդյունք էր։ Այս ամենը իհարկե չի կարող նույն ձևի մնալ, մանավանդ երկրի բնակչության մեծ մասը դրանք երիտասարդներ են։ Իսկ իշխանության մեջ գտնվում են մարդիկ, որոնք ոչ թե իրենց հոր տարիքին են, այլ իրենց պապի տարիքին են։ Եվ աշխարհը փոխվել է, այդ մարդիկ ուղղակի այլևս ընդունակ չեն, օբյեկտիվ պատճառներով, ընդունակ չեն այդ փոփոխություններն ընկալելու։ Եվ այս խզումը ինչ ձևով կիրացվի, դե կներեք կապրենք կտեսնենք։ Հիմա Իրանի դեսպանի հայտարարությունները Իրանի դեսպանի հայտարարությունը, դե գիտեք ինչ, դեսպանը նոր նշանակված մարդ է, ենթադրում եմ անփորձությունից ելնելով, տպավորություն ունեմ, որ դա Թեհրանից եկած հանձնարարություն չի եղել։ Ուղղակի մարդիկ նյարդայնացած են, բաներ են ասում, որոնք չասեին։ Հայաստանի Հանրապետությունն էլ ոչ թե արտգործնախարարության, այլ ներքին գործերի նախարարության մակարդակով շատ նրբանկատորեն արձագանքել է դրան, շրջանակները դնելով, թե ինչ է լինելու, ինչ է եղել եւ ինչ է լինելու եւ ինչ չի եղել եւ ինչ չի լինելու։ Հա, որ էլ բանավեճերը այդ թեմայով ավարտվեն, կարծում եմ պետք է համարենք այս միջադեպը ըստ այդմ սպառված
Եվ մնում է հույս հայտնել, որ եթե հարցեր ունեն, այդ նույն դեսպանությունում հեռախոսել կա, ամեն ինչ էլ կա, զանգեք, ճշտեք։ Բոլոր նախարարությունների, բոլոր նախարարների հետ են հանդիպումներ լինում, չէ՞։ Որը Իրանի դեսպանությունը բավականին այսպես բաց է իր շփումներում, թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական։ Խնդրեմ, ամեն ինչ պարտադիր չէ էլի հանել հրապարակային դաշտ, եթե հարցեր ունեք, եթե տպավորություններ են ստեղծվում, այդ տպավորությունն է ստեղծվում, ձեր տպավորությունները համապատասխան խողովակներով ճշտեք, կարող է սխալ տպավորությունը, բայց ոչ թե հրապարակայինորեն ասեք, որ ձեզ էլ ստիպված հրապարակայինորեն ճշտեն ձեր տպավորությունները, ճշգրտեն, հա։ Եվ ներսում էլ ընդդիմությունը դրանից օգտվի եւ սկսի։ Հա, եւ ներսում էլ ընդդիմությունը չէ, 5-րդ շարասյունը ռուսական։ Դրանց բերանն էլ լեզու դնեք։ Հիմա մեր խնդիրներով ամփոփենք պարոն Մեհրաբյան մեր հարցազրույցը, Թրիփը լավն է դրա համար Փաշինյանը հանգիստ է, պարգևատրում է կառավարության անդամներին աննախադեպ որում թվերով իրենք չհերքեցին մամուլում հրապարակված թվերը, նաև շարունակում է օրակարգում պահել կաթողիկոսի փոփոխության հարցը, որը ըստ տարբեր վերլուծաբանների արկա մարտահրավերների եւ իրավիճակի ֆոնին հաստատ այդքան կարևոր չպետք է լիներ, որքան որ Հայաստանի իշխանությունը կարևորություն է տալիս։ Կաթողիկոսը իր նեղ շրջապատի հետ վերածվել է մեր բոլոր ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերը տորպեդահարելու գործիքի։ Ինչի մասին է խոսքը։ Ընդ որում անշրջելիորեն։ Իր կագեբեշնիկ եղբոր հետ միասին։ Թղթով, ընդ որում էլի։ Ոչ թե կարծիք եմ ասում կամ վիրավորում։ Այո, չեկիստ աղբոր հետ միասին։ Եվ սա անհանդուրժել է, ոչ մի պետություն սա չի կարող հանդուրժել։ Բավուրեն գործերը քրեական, պարոն Մեհրաբյան, քրեական գործերը, դրանց հետևող ենթադրվող իրավական գործընթացները։ Մեր օրենքով դա էլ արդեն այդ անբանության արդյունք է, այդ ամենը քրեականացված չի։ Բայց այս ամենը ոչ թե պետք է դիտարկվի այսպես այդ քրեաիրավական հարթության վրա, որովհետև չկա մեր օրենսդրություն, եթե մենք Լիտվայում լինենք, կմացնենք ծակը տանով տեղով։ Մենք տենց օրենքներ չունենք։ Ինչի համար, որովհետև տասնամյակներով իրավաբանականի դիպլոմներով թափթփուկներ են երկրի օրենսդրությամբ զբաղվել։ Անբաններ, հաստագլուխներ Եվ արդյունքում մենք ունենք այն նման ողբալի օրենսդրություն, որը թույլ չի տալիս, որ պետությունն օրենքով հասարակության անվտանգության շահերը ապահովի օրենսդրական գործիքներով։ Բայց նաև չի հաջողվում այդ հարցը հանգուցալուծել։ Հանգուցալուծելը դրա համար պետք է լինի, այո, ճնշման միջոցով, այո, նրան ստիպել հրաժարական։ Պատվավոր հանգստի, այսպես ասենք։ Եթե չի հանրային լայն ճնշում, այո, այդ թվում նաև հանրային։ Այո, հանրային եւս։ Եվ այո, նա պետք է լքի այդ պաշտոնը վերջակետ։ Հասկանում եք։ Եթե չի լինի պատվավոր հանգստի գնալ, դե ժամանակ ես տպավորություն ունեմ, որ կան բազմաթիվ այլ հանցակազմ պարունակող արարքներ այս տարիների ընթացքում իրավապահ մարմինները ուղղակի պետք է դնեն դեմը, հրավիրեն քննչական կոմիտե եւ մեկուսացնեն հասարակությունից, եթե գործը հասնի դրան, որովհետեւ նման պանդաճակատություն տարիքին անվայել ուղղակի արդեն դառնում է անադեկվատ եւ անհասկանալի։ Ասում են գնային իր հանուն եկեղեցու դու պետք է գնաս չկա ուրիշ տարբերակ։
Իսկ պարգևատրումների մասով ինչ կարող եք ասել, իսկապես դրանք արդարացված են, դրանք չի կարելի համարել կոռուպցիա, ինչպես ներկայացնում են։ Վարչապետի բրիֆինգից ես հասկացա, որ ձևավորվել է մի այսպես մեխանիզմ, այսպես սանդղակ, որը այդ արդյունքը կապում է պարգևավճարի հետ, հա, եւ այդ օբյեկտիվ ցուցանիշներից է բխում պարգևավճարը կլինի թե ոչ, եւ եթե կլինի, ապա ում ինչ չափով։ Ես ճիշտն ասած, սա այսքանն եմ տեղեկացել, ինչպես եւ դուք, եւ չեմ կարող գնահատել դա լավ է թե վատ, ճիշտ է թե սխալ։ Եթե թոշակները չեն բարձրացում, պարոն, ընդհանուր համատեքստում գնահատենք, պարոն Էրաբյան, ես հասկանում եմ, որ իշխանությունը ունի իր բացատրությունը, իր ներկայացրած ճշմարտությունը, բայց ամեն դեպքում մենք դիտարկենք ընդհանուր պատկերում։ Տեսեք, թոշակները որտեղից պետք է բարձրանան։ Թոշակները կարող են բարձրանալ միայն մի տարբերակով։ Եթե պետությունը ունենում է տնտեսական աճ, կառավարությունը ապահովում է տնտեսական աճ, որի արդյունքում հնարավոր է թոշակները մեծացնել։ Ուրիշ մեծացնելու տարբերակ չկա թոշակների։ Եվ դատելով այդ հայտարարությունից այդ տնտեսական աճն ապահովվել է, որից բխում է այդ պարգևավճարները, որոնք գումարային առումով ըստ էության շատ մեծ ծախսեր չեն պետության համար, մեծ հաշվով։ Եվ դրանից հետո այո կբխեն նաև թոշակի բարձրացումներ, ի վերջո լավ, 18 թվից հետո ահագին թոշակները բարձրացել են, էլի։ Ահագին բարձրացել են, էլ քեշբեքի մեխանիզմ են մտցրել, որը ինքնին էլի թոշակի բարձրացում է, չէ՞, ասել, որ թոշակները եթե չեն բարձրացրել ոչ մի պարգևավճար, ես համաձայն չեմ դրան, որովհետև ես ցանկանում եմ, որ մեր կառավարությունում աշխատեն կոմպետենտ մարդիկ, կոմպետենցիան փողարժի 100,000 դրամով կոմպետենտ մարդը չի գա աշխատի։ Կգա աշխատելու ոչ կոմպետենտը։ Ես չեմ ուզում, որ լինի ոչ կոմպետենտ։ Այո, դա հասարակության վճարն է կոմպետենտ մարդուն, որպեսզի նա ծառայի իրեն։ Ես այսպես եմ հասկանում, այնպես ինչպես դատավորի բարձր աշխատավարձը, դա վարձ է ազնվության համար եւ անաչառության համար։ Ուրիշ բան չէ, դատավորը բան չի արտադրում, հասկանում եք։ Դատավորը անում է միայն ապահովում է երկու բան՝ ազնվություն եւ անաչառություն իր որոշումներում, եւ որպեսզի որոշումները լինեն հենց այդպիսին, այո, հասարակական կոնսենսուս է ստեղծվում հարկատուների միջև, որ այս մարդուն մենք պետք է մեր շահերից ելնելով շատ վճարենք։ Մոտավորապես ես այս ձև եմ պատկերացնում ամեն ինչ։ Հիմա կոնկրետ այս մեխանիզմը որքանով է կատարյալ, որքանով ոչ, ես ինչ ասեմ, ամբողջական տեղեկատվությունը չունեմ։ Սա էլի խոսում է այն մասին, որ ռազմավարական հաղորդակցությունները կարևոր է մեզ մոտ քարանձավային մակարդակի են մնում, հա, որովհետև այս որոշման մասին պետք է հրապարակային հայտարարություն անել, ոչ թե post factum, այլ որոշում ընդունելուց առաջ, որ ժողովուրդ այսպես բան ենք ուզում ընդունենք, որովհետև համարում ենք այսա, հետո ընդունելուց էլ ասեն, որ ընդունում են, այլ խոսակցությունները չլինել, ու մեկ էլ պատշաճ տեղեկատվություն տան սրա հետ կապված, որ ոչ թե սենց ոտի վրա, լրագրողներ չէր հարցնում, հետո սենց չիմանայինք, թե ամբողջ օրը բան ու գործ չունենք, ընկնենք բաներում, հա, այն կառավարության կայքերով մանգանք, թե էլ ինչ ընդունել, բա հայտարարեք, հաղորդագրություն տարածեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։